Այն ժամանակ կար երազանք, որ է այսօր իրականությունը, եւ այն ժամանակ կար իրականություն, որ հիմա է երազանք։ Գարիկ Կարապետյանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կիրակի առավոտ էր, մեզ համար պետքա բնականon հանգիստ լիներ սովորականի պես, ու միանգամից տագնապ ստացանք, որ Ղարաբաղում պատերազմ է եւ մենք պետքա գնանք ընկերներին աջակցելու։ Գարիկի հիշողություններում ամենածանրը հոկտեմբերի 15-ն է։ Զինակից ընկերների կորուստ, անվերջանալի պայթյուններ, չխլացող ձայներ։ Վայրկյաններ, երբ կյանքն ու մահը բաժանող սահմանը չափազանց բարակ էր թվում։ Հաջորդ օրը ծանր վիրավորվեց նաև Գարիկը։ Վիրավորվել եմ կռվի 20-րդ օրը, վնասվածքս եղել է ԱԹՍ-ի հարվածից, ճակատի կոտրվածքի տեսքով։ Ինձ համար այդ իմ կյանքի վերածնունդն է ու իմ համար մի մեծ հրաշք է, որի համար միշտ կարելի է փառք տալ Աստծուն։ Մի քանի ամիս մնալով հոսպիտալում եւ մեր հարգարժան բժիշկների ու բուժքույրերի միջնորդությամբ ստանալով բուժում, ես ապաքինվեցի, իսկ հոգեպես ես կարողացել եմ ինձ այնպես տրամադրել, որ չխելագարվեմ։ Այդ ամեն ինչը ով որ տեսներ, իրոքից խենթանալու էր, բայց ներկա պահին էլ ինչքան այդ հիշողությունները կան, դու կարաս դրանցից մենակ լավը վերցնես ու հիշես ոչ թե ընկերոջդ զոհվելը, այլ ընկերոջդ մինչև զոհվելը։ Ու եթե մարդը մարմնապես դիմում է բժշկին, հոգեպես էլ ես կարծում եմ, հոգևոր գրականության նյութերը կարդալով ու պահելով ինքը դուրս կգա նմանատիպ իրավիճակներից ու իդեպ ասեմ, մարդը, որ հոգեպես կայունանում է, իրան շատ դեպքերում էլ մարմնապես ոչինչ հարկավոր չի, որովհետև հոգեպես լավացողը մարմնապես ինքնըստինքյան լավանում է։ Պատերազմը չկարողացավ խլել Գարիկի կամքի ուժը։ Այսօր նա ավանդական բժշկության համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է։ Այս տարվա ուսման վարձը փոխհատուցել է 4090 հիմնադրամը, իդեմս որի Գարիկը գտել է այն վեհ արժեքն ու գաղափարախոսությունը, որոնցով առաջնորդվել է միշտ, անել հնարավորը հայրենիքի համար։ 3 դիրքերում, այսօր կյանքում։ Շատ շնորհակալ եմ 4090 ծրագրի բոլոր մարդկանց։ Շատ կցանկանամ, որպեսզի մենք էլ, ես էլ ունենանք հետագայում այն մակարդակը, որ այս անգամ արդեն մենք կարողանանք օգտակար լինել մարդկանց, ովքեր իրապես ունեն դրա կարիքը եւ արժանի են։